Բարի օր սիրելի երոստաթիդող, այսօր պատրաստելու ենք հումուսի տեսակ, որը շատ հայտնի է, շատ սիրված է և շատ օգտակար է, որը ճակնդեղով հումուսն է։ Իսկ պաղաթիչները տեսել եք շատ հեշտ պաղաթիչներ են, բոլորը հասանելի և արագ պատրաստվող։ Ստեղ ունենք սիսերը, դե իհարկե սիսերը մենք նախապես մի օր առաջ թրջել ենք և հետո խաշել ենք և ունեցել ենք այսպիսի հադիկավոր սիսեր։ Էսի կոված չի իրականում, էսի իմացական կարծիքն է, մի հատ նայեք սիսերներին չափը և համը։ Հələ մի հատ նայ, չափը նայ։ Որ ասում են մարանի գնդրյալ հադիկ, համի կախնիկ, ճիշտ են ասում։ Այս սիսերնից պատրաստ է, ստեղ ունենք տահինի մոտավոր 3-ից 4 տկալ, ճաշի գտալ, տկալ գտալ, ես էլ չգիտեմ ինչ ասեմ, արևելահայերը ասում են գտալ, արևմտահայերը ասում են տկալ, ես էլ եմ տկալների մեջ կորած։ Այսօրվա պաղաթրադոմսի համար մեզ պետք է 1 բաժակ սիսեր, 3-ից 4 ճաշի գտալ տահին, մի հատ կիդրոն, 2 հատ ճակնդեղ, 3-ից 4 հատ փոկ, 4 բջեղ սխտոր, մի հատ վարունգ և մի քանի դերև ազատկեղ կամ մաղադանուս և 5 բաժակ ջուր։ Համեմունքներից օգտագործելու ենք աղ, սև բղբեղ, քիմիոն և ցիտապտղի ցետ։ Ճակնդեղները կտրատելու ենք սենց մի քանի շերտերի, այսպես։ Շերտերի չէ, այսինքն քառակուսիների կարող ենք ասել։ Այս պատրաստ է։ Ստեղ ունենք սիսերը, ավելացում եմ սիսերը, ավելացում եմ ճակնդեղները, դե իհարկե ճակնդեղները մի քիչ առաջ մենք խաշել ենք, պատրաստել ենք, որպեսզի եթերում արագ պատրաստենք, ձեզ էլ արագ ցույց տանք ոնց է պատրաստվում։ Գնամ օճառում մի հատ ABC-ով ու քամ։ Քիմոնն եմ գդրում, դե իհարկե մարանի գիծ, ես իրենց անցամբ ասել եմ, որ շատ ուրախ եմ իրենք այս ամեն իմ սիրած հավելումները ունեն, որովհետև որ մարանի գիծ չունենա, ով ունենա։ Ավելացնում եմ քիմոնը, տահինին, մի քիչ օգտագործելի ենք ջուր իհարկե, որ այդ ամեն ինչը լավ բլենդ անենք, մեր տարբերակը միան սիլեն է, սիլով իրականում հումուսը ավելի համով է լինում։ Մի անգամից գիդրոնալ քամենք մեջը, մոտավոր մի հատ պետքա տնենք կամ կեսատ, նայած ինչքանով է ինքը հյութեղ։ Մի կաթիլ ցետ, ցետը համի համար, աղ բղբեղը, սև բղբեղը, և մի կաթիլ ջուր։ Պատրաստեք։ Մի քիչ լիմոնի դաշուկ ենք ավելացնելու, շատ համով համատալիս ու թարմացնում է մեր հումուսը։ Դե իհարկե լիմոնը ամբողջական քամում ենք այս չափապաժինի համար ու գեղևն էլ օգտագործում ենք։ Հետո չասեք, շաղիկը գաղտնիքներ չի ասում, որ հակա waste լինի, հակա թափոն։ Մի կաթիլ ցետ ավելացնում եմ, մի քիչ էլ բղբեղ, Ինչ լավ կլիներ մարանի գծի տաբլղի ցետ ունենար։
Գնացինք։ Ավելացում ենք սխտորը, կարող եք եւ ջզմել իրականում։ Գրեթե պատրաստ է։ Մենք արդեն վարունգներն ենք պատրաստում, որ տնենք կողքը։ Իսկ փողը եւ ազատ քեղը կամ մաղդանոսը ավելացում ենք հումուսի վրա։ Ահա, մնաց ազատ քեղը կտրատենք եւ կամած կպատրաստվենք։ Իրականում հումուսը շատերը իրեն իբր նախուդեստ են ուտում, գիտեմ, որ օրինակ ուտելիքներ են անում, խորոված են անում եւ այլն, եթե քեբաբի խորոված են անում, կամ օրինակ հավի խորոված, նամանավանդ հավ եմ ասում, միշտ ցանկեզուր եմ հիշում, չգիտեմ ինչի, ես իրա հետ եմ կապում հավին քոյությունը աշխարհի մեջ։ Մի խոսքով կարող եք քեբաբների հետ, հավի քեբաբ, դավարի քեբաբ կարող եք հետո հումուսի տեսակներ տակ, նամանավանդ էս։ Դե իհարկե զանգեզուրի մասին չեք մոռանա, որպեսզի լինի ձեր ուտելիքը որակավոր։ Իսկ փողը այսպես ենք կտրատելու։ Կլորներ, փարակ կլորներ։ Այսպես։ Տեսաք։ Իրեն լավ անուշիկ դիզայն ենք անելու։ Մի խոսքով այս կարմիր քույնը ինձ մի բանի է հիշացնում, ոնց որ սկու եմ, ինչ որ մի բան է, հեսա գիշեր ինչի է դա ասոսացնում ինձ։ Աչքիս էս Smile Sweet-ի լոգոյին է հիշացնում, կարմիր է, քանի որ իմիջայլոց համովություններ կան այնտեղ, հեսա հումուսը կուտենք, հետո մի քիչ կաղցը կարելի է վայելել։ Չկարծեք, չմտածեք, որ ես այս ամեն կաղցրները ես եմ ուտում, այո, մի քանի հատ կա, որ շատ եմ սիրում իրանց մեջից, բայց մի քանի հատն եմ ուտում, մնացած ամեն իմ գործընկերներն են ուտում։ Լինում է, որ հյուրասիրում ենք, որովհետև ոստեղ մեկ հյուրեր են գալիս, մենք հյուրերին հյուրասիրում ենք եւ ծանոթացում ենք Smile Sweet-ի հետ։ Դե ինչ, հումուսը ավելացնում եմ։ Մի հատ քույնին նայեք։ Իրա կողքը պարունգներն եմ տնելու։ Ճիշտ այդպես։ Փողը։ Այսպես անուշիկ շարում եք։ Իրականում դենց հատուկ ձև չի գա, որ շարենք, ոնց ձեր սիրտը ուզե։ Հիմա մի քիչ էլ ազատ կեղ եմ տնելու։ Դրանք օրինակ մի անգուն էստեղ, մեկ էլ մի անգուն էստեղ։ Մի քիչ կիմոն եմ ավելացնելու։ Ու ցետապտրից հետ։ Իրականում հիմա դրած ժամանակս հիշեցի, որ պետք է ես ձեզ հիշացեմ, որ բալանս պաշաղիկում, որտեղ մենք առողջության ընդհակարգ ունենք, որտեղ որ մենք ամեն օր ուղարկում ենք ուտեստներ, այնտեղ ես ունեմ սնակ, ինքը առանցին սնունդի գետ է, այսինքն ունեմ նախաճաշ ճաշընթրիկ, ունեմ սնակ եւ ունեմ կաղթր։ Սնակները մոտավոր մի 15 տեսակի հումուսներ են, որոնք բոլորը առողջարար ու բոլորը սննդարար են։ Ու ամեն անգամ քույնավոր ուղարկում եմ հաճախորդներին, մարդիկ շատ են սիրում ու հիմա այս հումուսը պատրաստելուց հիշեցի, որ ես ցես կարող եմ հիշացնել, որ ովքեր որ ուզում են առողջանվել եւ մի ժամանակ գրանցվել, կարող են բալանս պայշաղիկ գրանցվել եւ ես ամեն օր իրենց եւ ճաշ եւ ընթրիկ եւ նախաճաշ եւ սնակ եւ կաղցեր կուղարկեմ։ Եվ այսօրվա ճակնդեղով հումուսը պատրաստ է։ Դուք էլ պատրաստեք եւ վայելեք։ Բարի ախորժակ։ Դե ինչ, ասել ենք այդ բահը, որ ես ես պատրաստածս պետք է վայելեմ։ Հələ մի հատ քույներում նայեցեք։ Ես չեմ ուզում իրականում ցերկս կպնի եւ ավրեմ այս անուշիկությունը, ես
ոնց ասած ստեղծագործություն է, բայց ուզում եմ փորձեմ։ Մի հատ եմ ուզում փորձեմ նոր պատրակաղով։ Վերջնա։ Շատ համով։ Իրական գսեմ, դուք էլ պատրաստեք։ Այդ քիմոնի համը, ճագնտեղին հետի սիսերին հետի տահինը։ Այդ ամեն ինչը սխտորին համը, թթուն, մի խոսքով խենթանալիք է, մադել վարունգով եմ ուտում։ Սիրելիներս անպայման պատրաստեք, որպեսզի փաչ չթողնեք։ Դե ինձ սիրելիներս անպայման կպատրաստեք ու ինձ կգրեք ինչքանով եք հավանել այս պաղաթյադոմսը եւ եթե ուզում եք հումուսի մույս տեսակները, մի քանի հատ կգիսվեմ իհարկե։ Իսկ մենք վաղը կհանդիպենք նույն ժամին 9:00 եւ 17:00 Կենտրոն TV եթերով։ Stay tuned.